Բարև ձեզ իմ շատ սիրելի ժողովուրդ, խոսելու ենք գարոխի մասին։ Իհարկե, հատիկավոր այս տեսակը շատ քիչ է օգտագործվում հիմա մեր կենցաղում, որովհետև մտածում եք, որ կարելի է օգտագործել մրգեր, բանջարեղեն, մսեղեն, բայց հաճախ անտեսում եք, որ այն հրաշալի է։ Կա իհարկե գարոխի տարբեր տեսակներ, մենք այսօր խոսում ենք դեղին գարոխի մասին, կա կանաչ տեսակը, որը պահածվածված է, բայց դեղին գարոխը որպես ճաշատեսակ ձեր խոհանոցում այն հրաշալի է, կարելի է ասել ամբողջ եւ վիտամինային համակարգը, եւ միկրոէլեմենտներ, եւ սպիտակուցի հզոր քանակություն, որը նույնիսկ կարող է փոխարինել մսին։ Սիրելի իմ ժողովուրդ, շատ երկրներում միսը օգտագործում են շաբաթը մեկ անգամ, բայց մսի պակասը սպիտակուցների քանակությունը լրացնում է այս գարոխը հրաշ։ Օգտագործեք ձեր օրգանիզմում այս գարոխը, որովհետև այն եւ մկանների սնունդ է սպիտակուցը եւ լավ է մարսվում ձեր օրգանիզմի կողմից, խթանում է ձեր աղեստամոքսային տրակտի աշխատանքը, այն նաեւ օրգանիզմից հեռացնում է խարամները, ստամոքսը ավելի լավ է գործում, մարսվում, միկրոէլեմենտները ավելի ներեն ծծում, ավելի շատ լավ։ Սիրելի իմ ժողովուրդ, կա մեծ քանակությամբ մագնի, որը սիրտանոթային համակարգի համար է շատ լավ, կա չմարսվող միկրոթելեր, որը առողջարար է մեր օրգանիզմին, եւ այդ բջջանյութը, որը չի մարսվում մեր ստամոքսից, այն իր հետ տանում է ստամոքսում գտնվող խարամները, իջեցնում է խոլեստերինի մակարդակը, նաեւ շատ լավ է պահում մեր արյան անոթների էլաստիկությունը։ Այդ չեմ ասում, որ Մենդելևի աղյուսակի գրեթե բոլոր միկրոէլեմենտները կան այստեղ, որը առողջարար է եւ մեր ճնշման, եւ մեր ամբողջ օրգանիզմի գործունեության համար, ասեմ նաեւ, որ այն նաեւ իջեցնում է շաքարի տոկոսը արյան մեջ։ Այս ամբողջից հետո կարելի է չօգտագործել հենց շաքարային դիաբետիկների համար, սա պարտադիր է, ընդհանրապես պետք է խաշել 10-15 րոպե, 15 րոպեից հետո կամ կարող եք աղցանների ձևով օգտագործել, կամ ճաշատեսակների ձևով, այնպես որ սիրելիներս, եթե աղցանների, ապա մի փոքր նրա վրա ավելացնենք որևէ բուսայուղ, կանաչիներ, մի քիչ համեմունք եւ փորձեք, խնդրում եմ, եւ կտեսնեք ինչքան էներգիայով կլինի ձեր օրգանիզմը եւ աստիճանաբար կիջնի նաեւ շաքարի տոկոսը արյան մեջ։ Իհարկե, խնդիր ունենալուց անպայման դիմեք բժշկի, որովհետեւ բժիշկը միակ մարդն է, որ կարող է ձեզ ինչ խնդիր ունեք, այդ բոլորը կարգավորի եւ նույնիսկ անգամ վերացնի։ Սիրում եմ ձեզ։